Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ 2 տարի առաջ տնտեսական լրագրողների ակումբ հասարակական կազմակերպությունը աջակիցների եւ գաղափարակիցների հետ միասին նախաձեռնել էր կամավորական հրշեջ փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՕԿ-ի յուտական, մարզային եւ համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Խորհրդային տարիների անասնաբուժարանի կիսաքանդ շենքը վերածվել է բարեկարգ եւ ժամանակակից հրշեջ փրկարարական հենակետի Ճապոնիայի դեսպանատան մարդկային անվտանգության ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։ Այստեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ փրկարարները, աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ շրջակա բնակավայրերի հրշեջ փրկարարական խմբերին։ Հենակետի կառուցման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը, համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել են կամավորների վերապատրաստում եւ որակավորման քննություններ։ Հենակետի գործարկմանը ներդրում են ունեցել Կոտայքի մարզպետարանը, Ծաղկաձոր համայնքը, ինչպես նաև ավստրիական զարգացման գործակալությունը, ավստրիական ու հայկական Կարմիր խաչը։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը եւ տնտեսական լրագրողների ակումբին Մեղրաձորում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նրա խոսքով հենակետի ստեղծումը համահունչ է ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում եւ կրճատել արձագանքման ժամանակը։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ նոր հենակետի բացումը եւս մեկ գործնական քայլ է Հայաստանում կամավորական մշակույթի զարգացման գործում։ Ելույթներ ունեցան նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Կոտայքի մարզպետը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ու այլոք։ Նշվեց, որ գործընթացի շարունակականությունը կնպաստի բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում Կամո Ցուցուլյանը կրծքանշաններ հանձնեց որակավորված կամավորներին։ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը հենակետի կառուցմանն աջակցած մի խումբ անձանց հանձնեց շնորհակալագրեր ծրագրի հաջող իրականացման համար։ Փրկարարի որակավորման արժանացած կամավորները վարժանք կատարեցին, ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալություն վարժանքի համար եւ ցանկանում եմ հրդեհներ չլինեն, աղետներ չլինեն։ Ավարտին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։ Հունիսի 3-ին ժամը 12:33-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձին եւ փախցրել նրա դստերը։ Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ 2 այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել։ Այդպես եղավ եւ այս անգամ։ Նույն օրը ժամը 17:10-ին համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն եւ մի օտարերկրացու։ Առևանգված աղջիկը նրանց հետ էր։ Բոլորն էլ տեղափոխվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը։ Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է եւ էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը։
Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ։ Համատեղ խմբերը հունիսի 4-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի՝ 22 եւ 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաեւ ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Երկուսի նկատմամբ փելխապարման միջոց էր ընտրված կալանքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իմ նոր նախագծի համար շտաբ գումար է հարկավոր։ Իմ ձայնով եւ իմ անունից այսպիսի հաղորդագրություն էր Telegram սոցիալական կայքի միջոցով ուղարկվել համացանցի իմ ընկերներին։ Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Telegram եւ Facebook ցանցերը։ Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր, արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես ասում են, եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես։ Հարգելի քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում, անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է։ Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել, անմիջապես զանգահարեք 102։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։